Հասկանալով Նիկոլ Փաշինյանի նախընտրական մոտիվացիաները եւ իշխանությունը պահպանելու այս գերխնդիրը, Իրանը խիստ կասկած եւ անվստահություն ունի, որ Փաշինյանը կարող է այդ խնդիրը լուծելու համար գնալ որոշակի համաձայնությունների Իրանի աշխարհաքաղաքական մրցակիցների հետ։ Այն փոփոխությունները, որ տեղի ունեցան 20 թվականի պատերազմով եւ դրանից հետո, դրանք ամենևին ամբողջական եւ վերջնական չեն Կովկասի մասով եւ միջանկյալ ստատուս քվոյի պայմաններում ենք։ Թրամփի ուղու վերաբերյալ process-ը գոնե առայժմ տեսանելի իմաստով ավելի շատ հայտարարությունների եւ հռչակագրային մակարդակում է, թեպետ չեմ բացառում, որ առաջիկայում կլինեն ինչ-որ ձևակերպումներ այդ մասնավոր կազմակերպության ստեղծման ուղղությամբ։ Բայց դրա փոխարեն տեսնում ենք գործնական մակարդակում արդեն Ադրբեջանի երկաթուղով այդ Ռուսաստանի նախաձեռնությամբ, Ռուսաստանի մոդերատորությամբ ծավալվող process-ներն են։ Հայաստանն այստեղ ընդամենը ավելի շատ արձագանքողի դերում է եւ փորձում է խաղալ, այսպես ասենք, բոլոր ուղղություններով, զգալիորեն պայմանավորված նրանով, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է լուծել իշխանության պահպանման խնդիր։ Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանությունը իր հույսը դրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումների հանդեպ լոյալության վրա։ Բարև ձեզ, այսօր Փաստ Ինֆոյի հյուրը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բադալյան, հունվարի 14-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը Հայաստանի գործող իշխանությունը փորձում է ներկայացնել որպես Ադրբեջանի հետ խաղաղության գործնական արդյունք։ 4 հայ գերիներ վերադարձվեցին Հայաստան, սակայն գրեթե միաժամանակ Թուրքիայի միջոցով Հայաստանը Սիրիային հանձնեց 2 վարձկան ահաբեկիչների։ Ինչու է Հայաստանի իշխանությունը խուսափում հայտարարել այդ մասին եւ չի կիրառում օրինակ փոխանակում բառը, այլ փորձում է ներկայացնել, որ գերիների վերադարձը դա Բաքվի բարի կամքն էր։ Սկզբունքորեն հենց քարոզչական նկատառումից ելնելով, որովհետև եթե փոխանակում ձևակերպումը կիրառվի, այդտեղ առաջանում են հարցեր, թե ինչու փոխանակումը համարժեք չէ, այսինքն երկուսի դիմաց մենք այսինքն այս իմաստով 2 վարձկանի դիմաց մենք ստանում ենք գերիներ, այն դեպքում, երբ վարձկանների հանգամանքը բնականաբար համեմատելի չէ մեր գերված հայրենակիցների հետ, որոնք ըստ էության նույնիսկ ոչ թե գերիներ են, այլ պատանդներ։ Այդ մարդիկ որպես պատանդ բաքվում են, որպեսզի Հայաստանին ներկայացվեն քաղաքական պահանջներ եւ յուրաքանչյուր անգամ հենց այդ տրամաբանությամբ է, որ գերիների ինչ որ կամ պատանդների, ինչպես նշեցի, ինչ որ վերադարձ է տեղի ունենում։ Եվ երբ դրվեր փոխանակման ձևակերպում, ապա այստեղ բնականաբար կառաջանար հարց, թե ինչու հանցագործներին մենք փոխանակում ենք այդ մարդկանց հետ, որոնք պետք է թերևս խաղաղության տրամաբանության մեջ վաղուց լինեին Հայաստանում, եթե հաստատվել է խաղաղություն, եւ առանց որևէ, այսպես, փոխանակման տրամաբանության։ Այս հարցերից խուսափելու համար է, այս հարցերի առիթ չտալու համար է կարծում եմ, որ պաշտոնական Երևանը ներկայացնում է ոչ թե փոխանակում, այլ, այսպես ասենք, վերադարձ խաղաղության շրջանակում, թեպետ դարձյալ չկա հարցերին պատասխան, ինչու այդ վերադարձը այդպես կաթիլային սկզբունքով է եւ ոչ թե իսկապես խաղաղությանը համարժեք փաթեթային սկզբում։ Պարոն Բադալյան, տեսեք, Հայաստանի գործող իշխանությունը այս պայն կարծեք թե սպասում է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության այցին, միաժամանակ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հացահատիկի ներկրումն է մեծացնում։ Հիմա սա դիվերսիֆիկացիա է, թե մենք կորցրել ենք այսպես ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու սուբյեկտայնությունը եւ պարզապես խոշոր խաղացողների հրահանգներին ենք հետևում։ Այն որ սուբյեկտայնությունը էապես նվազել է, եթե չասենք ամբողջությամբ կորսված է, սա ակնառու է։ Ինչ վերաբերում է այդ լոգիստիկ process-ներին, ապա տեղի են ունենում տարբեր շարժեր եւ նույն հացահատիկի թեման Ռուսաստանի մոդերատորությամբ կամ համակարգությամբ Կովկասում լոգիստիկ նոր սխեմաների գործարկման նախաձեռնություն է, որը մենք տեսնում ենք, որ բավականին ակտիվ ռեժիմում հայտնվեց օգոստոսի 8-ի համաձայնությունից հետո եւ ստացվում է հետաքրքիր պատկերերի իմաստով, որ Թրամփի ուղու վերաբերյալ process-ը գոնե առայժմ տեսանելի իմաստով ավելի շատ հայտարարությունների եւ հռչակագրային մակարդակում է, թեպետ չեմ բացառում, որ առաջիկայում կլինեն ինչ-որ ձևակերպումներ այդ մասնավոր կազմակերպության ստեղծման ուղղությամբ։ Բայց դրա փոխարեն տեսնում ենք գործնական մակարդակում արդեն
Ադրբեջանի երկաթուղով այդ Ռուսաստանի նախաձեռնությամբ, Ռուսաստանի մոդերատորությամբ ծավալվող պրոցեսներն են։ Սա այն ընդհանուր պայքարի տրամաբանության մեջ է, որ ծավալվում է թե աշխարհում, թե այդ թվում նաև Կովկասում, լոգիստիկ ուղիների, նոր ուղիների ձևավորման, եղածի եւ նորերի հանդեպ վերահսկողության եւ ազդեցության պայքարի համատեքստում։ Հայաստանն այստեղ ընդամենը ավելի շատ արձագանքողի դերում է եւ փորձում է խաղալ, այսպես ասենք, բոլոր ուղղություններով, զգալիորեն պայմանավորված նրանով, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է լուծել իշխանության պահպանման խնդիր եւ այդ համատեքստում իհարկե ձգտում է լոյալություն ունենալ, առնվազն լոյալություն ունենալ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններում։ Տեսեք, վերջին շրջանում փորձագետները օրինակ ակտիվացրել են քննարկումներ առայն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այսպես աշխարհում ազդեցության գոտիների խիստ բաժանման է անցել, հատկապես Վենեսուելայի դեպքից հետո Գրենլանդիայի շուտ քննարկումները հաշվի առնելով Իրանում տեղի ունեցող իրադարձություններն ու ԱՄՆ-ի հայտարարությունները, այս համատեքստում ինչ է սպասվում Հայաստանին, որը կարծեք թե գտնվում է Ռուսաստանի քթի տակ, բայց հայացքն ուղղել է դեպի արևմուտք։ Կարծում եմ ընդհանուր առմամբ Կովկասի հնարավոր նոր ստատուս քվոյի մասին կարող է խոսք լինել, որովհետև այն փոփոխությունները, որ տեղի ունեցան 20 թվականի պատերազմով եւ դրանից հետո, դրանք ամենևին ամբողջական եւ վերջնական չեն Կովկասի մասով եւ միջանկյալ ստատուս քվոյի պայմաններում ենք։ Այստեղ ոչ միայն ԱՄՆ-ի խնդիրն է, այլ նաեւ այլ դերակատարների եւ այս շրջանակի միջև էական քննարկումներ Կովկասի մասով ծավալվում են եւ դեռ կծավալվեն եւ այդ քննարկումներից է կախված լինելու նաեւ այդ թվում Հայաստանի միջավայրը։ Իհարկե այստեղ ամենևին չի նշանակում, որ իրենք կորոշեն մեր ճակատագիրը, որովհետեւ շատ կարեւոր է, թե այդ քննարկումների պայմաններում մեր սուբյեկտայնությունը ինչպիսին է եւ մեր որակներով մենք որքան ենք կարողանում մեր խնդիրները, մեր շահերը լսելի դարձնել այդ աշխարհաքաղաքական կենտրոններում։ Եվ այստեղ շատ մեծ նշանակություն է ունենալու նաեւ, թե ինչ քաղաքական ճակատագիր կունենա Դոնալդ Թրամփը եւ նրա, այսպես ասենք, վարչակազմը եւ այդ գլխավորությամբ նաեւ պահպանողական թևը արևմտյան Եվրաատլանտյան միջավայրում։ Պարոն Բադարյան, բայց եթե հիմա Թրամփը կարծեք թե թիրախավորել է Իրանը, այս դեպքում Հայաստանի համար կարծեք թե նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, որովհետև նույն Սյունիքի մարզի Զանգեզուրի միջանց կոչվածի շուրջ կարծեք թե իրանական քաղաքական շրջանակներում հստակ դիրքորոշում կար եւ հայտարարված էին կարմիր գծեր։ Հիմա եթե Իրանում ներքաղաքական իրավիճակը սրվի, ծայրահեղ դեպքում բախումներ տեղի ունենան ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, ինչ է սպասում Զանգեզուրի միջանց կոչվածին եւ առհասարակ Հայաստանին։ Իհարկե, այսպես կոչված Թրամփի ուղու վերաբերյալ զարգացումները իրենց ռիսկերի եւ նաեւ հնարավորությունների տեսանկյունից պայմանավորված չեն միայն նրանով Իրանի շուրջ ինչ որ թեժ զարգացումներ կլինեն, թե ոչ։ Եթե այդ թեժ զարգացումները չլինեն, դա չի նշանակում, որ ռիսկերը ինքնաբերաբար չեզոքանում են։ Այստեղ, ինչպես նշեցի, այս ուղու ճակատագրի մասով դեռ կարծում եմ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև էական թե քննարկումներ, թե մրցակցություն, թե նաև պայմանավորվածության հեռանկարներ դեռ ծավալվելու են։ Ինչ վերաբերում է Իրանի շուրջ զարգացումներին, ապա կարծես թե այս շրջափուլում Իրանը կարողացավ հաղթահարել այսպես ապակայունացման, մեծ ապակայունացման ռիսկը եւ կարծես թե իրավիճակը կառավարելիության շրջանակում է, նաեւ կասկածում եմ, որ Թրամփը այդպես լուրջ մտադրություն կամ տրամադրվածություն ունի ներքաշվել իրանյան մեծ կոնֆլիկտի մեջ։ Իհարկե Թրամփի վրա այս ուղղությամբ կա ներգործության կամ ճնշման փորձ իր կամ այսպես ասենք արևմտյան քաղաքական միջավայրում հենց Թրամփի հանդեպ քաղաքական մրցակցության տեսանկյունից Իսրայելի վարչակարգի որոշակի ազդեցության փորձ եւ Թրամփը այս առումով փորձում է մանևրել այդ փորձերի արանքում, բայց խիստ կասկածում եմ, թե հենց ինքը պատկերացնում է, որ Իրանում խրվել է, եթե կարող ենք այսպես ասել, որևէ կերպ կարող է բխել թե իր, թե Միացյալ Նահանգների շահերից։ Երեք Հայաստանում Իրանի դեսպանը մամուլի ասուլիսով հանդես եկավ եւ կարծեք թե կոշտ այսպես զգուշացումներ հնչեցին ասուլիսի ընթացքում, որոնք ուղղված էին այսպես վերացական Հայաստանին, բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների մասին էր խոսքը։ Կարող ենք արձանագրել, որ այս պահին Իրանը արդեն Հայաստանին որպես դաշնակից կամ բարեկամ երկիր, եթե ոչ չի դիտարկում, ապա վերապահումով է դիտարկում։
Ես կարծում եմ, այստեղ առանցքային դեր ունի այն, որ հասկանալով Նիկոլ Փաշինյանի նախընտրական մոտիվացիաները եւ իշխանությունը պահելու, պահպանելու այս գերխնդիրը, Իրանը խիստ կասկած եւ անվստահություն ունի, որ Փաշինյանը կարող է այդ խնդիրը լուծելու համար գնալ որոշակի համաձայնությունների Իրանի աշխարհաքաղաքական մրցակիցների հետ։ Եվ ըստ իս այդ կոշտ մեսիջները ինչ որ իմաստով նաեւ ունեն պրոֆիլակտիկ բնույթ։ Վերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Ադրբեջանը իրենց ռազմական բյուջեն են ավելացնում։ Փորձագետները ահազանգում են, որ տարածաշրջանը եւ աշխարհը մեծ պատերազմի նախաշեմին է։ Ինչ է անում Հայաստանը։ Բյուջեն ռազմական ամեն դեպքում չի ավելանում, ինչի վրա է Հայաստանը իր հույսը դրել եւ այս աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում որն է լինելու մեր տեղը։ Հայաստանը, Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանությունը իր հույսը դրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումների հանդեպ լոյալության վրա։ Եվ քաղաքականությունը մնացյալ մասերով կառուցվում է հենց այդ տրամաբանությամբ, որքանով է սա հիմնավոր, արդարացված եւ որքանով է համապատասխանում Հայաստան պետության շահերին, սա իհարկե հարցի մյուս կողմն է, բայց հույսը կարծում եմ դրել է հենց այդ լոյալության վրա եւ մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին հենց այդ տրամաբանությամբ է կառուցվում քաղաքականությունը։ Բայց վերջին շրջանում նաև քննարկումներ են առ այն, որ Ուկրաինայում կարծեք թե շուտով պատերազմը ավարտվելու է, Ռուսաստանը իր հայացքն ուղղելու է Հարավային Կովկասին եւ արդեն Հայաստանը պետք է պատասխան տա իր այսպես որդեգրած դիրքորոշման եւ վարած քաղաքականության համար։ Հիմա այս պարագայում, եթե օրինակ Ռուսաստանը եւ Իրանը փորձեն Հարավային Կովկասում իրենց դիրքերն ամրապնդել, Հայաստանին Թուրքիան կամ Ադրբեջանը փրկելու են։ Ես ամենևին այն կարծիքին չեմ, որ Հայաստանը հիմա անում է ինչ-որ բաներ, որոնց համար հետո պատասխան է տալու Ռուսաստանի առաջ։ Ես կարծում եմ Հայաստանի այսօրվա քաղաքականությունը ոչ ամբողջապես, բայց զգալի առումով նաև բավարարում է այն խնդիրներին եւ կարիքներին, որ ունի Ռուսաստանը։ Առիթ չտալ, որպեսզի Կովկասում լինի որևէ թեժացում կամ ապակայունացում, որը Ռուսաստանին կշեղի այսօր իր համար առավել կարևոր խնդիրներից, ընդ որում այստեղ իմ գնահատմամբ սա ոչ միայն Ուկրաինան է, այլ նաև Կենտրոնական Ասիան։ Թեպետ Կենտրոնական Ասիայում ընդհանուր առմամբ կարծես թե ավելի հանգիստ է, բայց կարծում եմ այստեղ Ռուսաստանը շատ ավելի լարված է եւ շատ ավելի զգայուն հարցեր ունի, եւ այս տեսանկյունից հիմա Կովկասում շատ կարեւոր է, որպեսզի խնդիրներ չունենա։ Եվ չեմ կարծում, թե Հայաստանի այս լոյալության քաղաքականությունը Ռուսաստանը դիտարկում է իր համար որպես էական խնդիր, որի դիմաց հետո պետք է պատասխան պահանջի Նիկոլ Փաշինյանից։ Գալով Հայաստանի ներքին քաղաքականությանը, ընդհանրապես ինչ են անում իշխանությունները Հայաստանի ներսում, որովհետև եկեղեցի պետություն հակամարտությունը կարծեք թե թեժացել է, նոր դատական գործեր, նոր մեղադրանքներ են հնչում հատկապես իշխանությունների կողմից։ Ի վերջո ուր է այս ամենը տանում, միթե սա միայն նախընտրական տրամաբանության այսպես շարունակությունն է։ Եթե խոսենք եկեղեցու շուրջ ծավալված արշավի մասին, սա իհարկե միայն նախընտրական տրամաբանություն ունեցող չէ, սա նաև արտաքին տրամաբանություն ունեցող է եւ ոչ միայն Ադրբեջանի պահանջի համատեքստում, ինչպես շատ հաճախ գնահատվում է Հայաստանում եւ ոչ անհիմն իհարկե, բայց նաև կարծում եմ շատ ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստ ունեցող գործընթաց է եւ Նիկոլ Փաշինյանը արդեն հենց նախընտրական տրամաբանությունից ելնելով փորձում է խաղալ այդ համատեքստին համահունչ, վայելելով ավելի լայն այդ թևերի կամ բևեռների աջակցությունը Հայաստանում իշխանություն պահպանելու հարցում։ Բայց նաև իհարկե անկասկած է, որ Նիկոլ Փաշինյանը այսօր մի իրավիճակում է, երբ իշխանությունը կարող է պահել միայն հասարակական բևեռացումները, բաժանարար գծերը խորացնելու, սրելու տրամաբանությամբ։ Ինքն իհարկե միշտ է այդ տրամաբանությունը իր համար դիտարկել որպես քաղաքական ամենահարմարավետ միջավայր եւ ռեժիմ, բայց առավել եւս հիմա նա կենսունակ է թերևս միայն բացառապես այդ ռեժիմը խորացնելով եւ մենք տեսնում ենք, որ եկեղեցու դեմ արշավը ծառայում է նաեւ այս խնդիրը լուծելու։ Տեսեք, եթե իշխանությունները այդ բռնաճնշումները թրենդային են դարձրել արդեն 2026 թվականին, ապա ընտրություններին ինչ կարելի է սպասել։ Կարելի է ակնկալել, որ հնարավոր է պարզապես ընտրություններով հասնել իշխանության հեռացմանը, այսպես ասած, կամ երկիրը փրկել նոր աղետներից։ Ընտրությամբ իշխանություն փոխել կամ հեռացնել իհարկե հնարավոր է եւ ոչ միայն տեսական դիտարկմամբ, այլ գործնականում, բայց
հնարավոր է, եթե կատարվում է անհրաժեշտ ծավալի եւ տրամաբանության աշխատանքը։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ կա մեծ բաց մեր ընդդիմադիր դաշտում, այն է, որ ժամանակային շատ տևական հատված բաց է թողնվել այդ աշխատանքը, այսինքն մենք տեսնում ենք, որ այս վերջին 3-4 տարիներին ընտրական 2021-ի ընտրական process-ից հետո բաց է թողնվել հասարակության հետ աշխատանքի կարևորագույն մի ժամանակահատված, հիմա անդիմությունը կարող է արդյոք լրացնել այդ բաց թողնվածը թե ոչ, սա հարցի մյուս կողմն է, բայց եթե դա ստացվի, իհարկե միանգամայն իրատեսական է նաև ընտրական process-ի միջոցով հասնել իրավիճակի փոփոխության, բայց այստեղ կա նաև շատ կարևոր մի հանգամանք, բոլոր պարագաներում ընտրական process-ը փոփոխությունների արձանագրման process-ն է, որպեսզի տեղի ունենա այդ արձանագրումը ընտրական ճանապարհով, պետք է մինչ այդ տեղի ունենա ընդհանրապես մթնոլորտի եւ հասարակական քաղաքական միջավայրի փոփոխություն։ Այս պահին ես այդ փոփոխությունը չեմ տեսնում, դա չի նշանակում, որ դա հնարավոր չի անել առաջիկա ամիսների ընթացքում, բայց այս պահին այդ փոփոխությունը ես չեմ տեսնում։ Եվ վերջում, պարոն Բադալյան, եթե 2026 թվականին աշխարհում իշխող է դառնում ուժի իրավունքը, Հայաստանում վարչական ռեսուրսը, այդ դեպքում ինչ կանխատեսումներ կարելի է անել, թեկուզ կարճաժամկետ հեռանկարում ինչ զարգացումների կարելի է սպասել Հայաստանում եւ դրա շուրջ։ Ուժի իրավունքը իհարկե միշտ է աշխարհում եղել գերակա, այլ հարց է, թե դրա հանդեպ վերաբերմունքը ինչպիսին է եղել։ Հայաստանում դարձյալ ուժի իրավունքի միջավայր է եղել մշտապես։ Մենք հիմա տեսնում ենք, որ այդ ուժը ցուցադրում է Նիկոլ Փաշինյանը եւ կցուցադրի ու կփորձի առաջ տանել այնքան, մինչեւ դրա դիմաց չի լինի այն պատը, արդեն հասարակական իրավագիտակցության ուժի այն պատը, որը կստիպի արդեն Նիկոլ Փաշինյանին փոխել մոտեցումները կամ կհեռացնի Նիկոլ Փաշինյանին եւ կգան արդեն իշխանության այնպիսի ուժեր, որոնք գիտակցում են, որ Հայաստանը, եթե մենք ներքին կյանքի մասին ենք խոսում, որևէ ապագա չունի եւ չի կարող ունենալ ուժի իրավունքի գերակայության պայմաններում։ Հայաստանը պետք է Հայաստանի ներքին կյանքում պետք է ձևավորվի իրավունքի ուժի գիտակցումը եւ միայն այդ տրամաբանությամբ ներքին կյանքը կազմակերպելու դեպքում մենք կարող ենք ուժի իրավունքի աշխարհում պաշտպանել մեր իրավունքները։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը քաղաքագետ Հակոբ Բադալյանն էր։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։